Դե այս պայն հանգիստ է, մարդիկ գալիս են, առավոտ է, լուռ է, նոր են զարթնել, այս Անուշ հոտնը էջմիածնի գալիս առավոտյան ու դե մենք բոլորս գիտենք, որ թեժ պայքար է սպասվում եւ տեսնենք ինչ կլինի օրվա վերջում։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում որևէ խախտման մասին ահազանգ ստացել եք։ Դե երեք օրինակ հայակվե դիտորդական, որը դիտորդական առաքելություն է իրականացնում, որոշակի թե բաներ խախտումներ նկատել էր, օրինակ այդ որ հասանելի չէին, հա, այդ բաները, ընտրողների ցուցակները, հա, այդպես խախտումներ նկատվել է, բայց մինչև այդ ընտրություններից առաջ մենք տեսել ենք, թե ինչպես են, ասենք, համայնքապետերի դեմ գործողություններ իրականացվում, որը բնականաբար իր ազդեցությունը տալու է, հա, ինչ որ իմաստով վախի մթնոլորտ է ստեղծելու, նաև մենք տեսանք Փարաքարի ընտրված լուսահոգի արդեն ցավոք սրտի համայնքապետի դեմ իրականացված գործողությունը ու այդ նաև այդ եկեղեցականների դեմ մենք հասկանում ենք, որ մենք գտնվում ենք Էջմիածնում, որտեղ մայրաթոռն է ու դա էլ է իր ազդեցությունը ունենալու։ Այս ամբողջը կարելի է որակավորել որպես մեծ ընտրախախտումներ, որովհետև ընտրություններից առաջ այդ գործողությունները անելը ինքը բնականաբար իր հետևանքներ ունենալու է այսօր ընտրողների հոգեբանական եւ ցանկության վրա հոգեբանական ազդեցություն է ունենալու եւ ազդելու է նրանց իրական ցանկությունը արտահայտելու վրա։ Այդպես։ Դե բոլորիս մաղթում եմ բարի ծառայություն։